Հալելույա։ Եթե գրքեր ունեք, բաց արեք ինձ հետ։ Մատթեոսի ավետարանը։ Հիսուսը, որ լցված էր Սուրբ Հոգով, ապրեց երկրի վրա մեծ զորությունով, հրաշքներով, շրջելով, բարիք գործելով մարդկանց, ազատագրելով սատանայից բոլոր տանջվածներին։ Հիշում եք այս խոսքը որտեղից էր։ Գործք առաքելոց 10:38 խոսքը։ Այո, Հիսուսը ապրեց իսկապես երկրի վրա այդպես զորությունով լցված, բայց նա հեռացավ իրենից հետո թողնելով աշակերտներ, աշակերտներին որոշակի առաջադրանք տվեց։ Այսօր պիտի խոսենք այն առաջադրանքի մասին, որը տրված է եկեղեցուն։ Դա հավիտենական առաջադրանք է, այնքան ժամանակ դա պիտի տևի, մինչև Հիսուսը գա։ Հալելույա, փառք Հիսուսին։ Այն ժամանակ, երբ որ Հիսուսը երկրի վրա էր, շրջում էր ու ինքը գործում էր, որպես ուսուցիչ ինքը սովորեցնում էր, ինքը ցույց էր տալիս, նաև պատվիրում էր անել այն ամենը, ինչը որ ինքը անում էր երկրի վրա։ Թող իր անունը փառավորվի։ Հալելույա։ Մատթեոս ավետարանում 10-րդ գլխի հենց սկզբից ես պիտի կարդամ։ Տեսեք ինչ է խոսվում։ Իր մոտ կանչելով իր 12 աշակերտներին, նրանց իշխանություն տվեց պիղծ ոգիների վրա, որպեսզի հանեն նրանց ամեն ցավերը ու ամեն հիվանդությունները բժշկեն։ Եվ 12 առաքյալների անունները սրանք են։ Ես դրանք ուղղակի չեմ կարդա, եւ 5-րդ խոսքից։ Այս 12-ը Հիսուսը ուղարկեց եւ նրանց պատվիրեց ասելով. «Հեթանոսներու ճանապարհ մի գնացեք, ու սամարացիների քաղաք մի մտնեք, ապա ավելի Իսրայելի տան կորսված ոչխարներին գնացեք, ու երբ գնաք, քարոզեք ու ասեք, թե երկնքի թագավորությունը մոտեցած է։ Հիվանդներին բժշկեցեք, բորոտներին մաքրեցեք, դևերը հանեցեք, ձրի առելեք, ձրի տվեք։ Մի ստացեք ոսկի եւ ոչ արծաթ եւ ոչ պղինձ ձեր գոտիների մեջ, ոչ ճանապարհի համար պարկ, ոչ կրկին հանդերձ, ոչ կոշիկ, ոչ գավազան, որովհետեւ մշակը իր կերակուրին արժանի է։ Եվ որ քաղաքը եւ գյուղը մտնեք, հարցրեք, թե ով է նրա մեջ արժանավորը եւ այլն, մնացեք այդ մարդու մոտ եւ այլն»։ Ես շատ երկար չեմ կարդալու, այստեղ կա շատ կարևոր մի առաջադրանք, որ Հիսուսը տվեց իր աշակերտներին։ Դա այն ժամանակ էր, երբ որ ինքը գործում էր։ Աշակերտներին արդեն ցույց էր տվել ինչպես պիտի քարոզել երկնքի թագավորության մասին, ինչպես պիտի հրաշքներ գործել, ու ինքը ուղարկեց աշակերտներին, ասեց գնացեք նույն բաները անելու համար։ Մենք հիմա մանրամասն կնայենք դա, բայց մի բան էլ, երբ որ Հիսուսը արդեն հարություն էր առել, ու ինքը պիտի արդեն հեռանար հոր մոտ, ինքը հավաքեց նորից այս 12 աշակերտներին, նույն անուններով որ գրված են։ Նրանցից իհարկե մեկը այդ ժամանակ բացակա էր, դուք գիտեք դրա մասին։ Նա արդեն մահացել էր իր դավաճանության պատճառով։ Բայց նա հավաքեց նրանց, ու նորից պատվիրեց, ասեց գնացեք, աշակերտեցեք, մկրտեցեք եւ սովորեցեք պահեն այն բոլոր բաները, որոնք ես ձեզ սովորեցրեցի, որոնք պատվիրեցի։ Հիշում եք, դա արդեն խոսում է ավետարանի ամենավերջում։ Այսինքն կարծես շատ զուգահեռ լինեն այս երկու խոսքերը իրար հետ։ Մարդիկ այսօր ապրում են երկրի վրա, իրենք շրջում են երկրի վրա, քրիստոնյա են իրենք, կապ ունեն Աստծո հետ, մեկը շատ, մեկը թույլ, ամեն դեպքում բոլորը քրիստոնյաները ինչ որ ձևով ապրում են, չէ՞, պաշտում են Աստծուն։ Բայց արդյոք ամեն մեկը իր վրա վերցնում է այն առաջադրանքը, որ տրված է Աստծո կողմից։ Ինքը արդյոք վերցնում է իր վրա, ասի, որ Հիսուսը ինձ առաջադրանք է տվել անելու երկրի վրա։ Հիսուսը այդ առաջադրանքը խոսեց իր եկեղեցուն, նա չի խոսել միայն 11 աշակերտների, նա խոսեց եկեղեցուն։ Ու երբ որ կնայեք Աստվածաշնչում Նոր Կտակարանում Հիսուսի առաջադրանքները, երբեք մի նայեք դրանք որպես մասնակի 11-ի 12-ի համար։ Երբ որ Հիսուսը համբարձում էր երկինք, արդեն պիտի բարձրանար, ինքը հավաքել էր իր աշակերտներին, աղոթք արեց նրանց համար, գրվածաօրհնեց նրանց ու նրանց աչքի առջև բարձրացավ։ Հիշում եք Գրվածագործ առաքելոց առաջի գլխում։ Ու նրանց աչքի առջև բարձրացավ։ Ինչն է հետաքրքիր, որ վերջին բանը, որ պատվիրեց, ասեց Երուսաղեմից չհեռանաք, մինչև վերևից զորություն կընդունեք։ Կդառնաք իմ վկաները Երուսաղեմում, Հրեաստանում, Սամարիայում ու մինչև աշխարհի ծայրերը։ Այսպեսի մի առաջադրանք տվեց, ասես դուք իմ վկաները պիտի դառնաք ամեն տեղ, որտեղ էլ որ լինեք։ Գիտեք, նրանք ովքեր մկրտված են Սուրբ Հոգով, ստացել են կարծես Աստծո պարգևը երկնքից, կարող է դու մտածես, որ սա քեզ չի վերաբերվում, դու էլ Հիսուսի վկան չես։ Այսպեսի բան չկա, գիտեք, բոլոր նրանք ովքեր ստացել են իրենք Հիսուսի վկաներն են։ Թող Հիսուսի անունը փառավորվի։ Իսկապես սա շատ կարևոր մի կոչում է։ Կարող է քո կոչումը առաքյալը չի, քո կոչումը ավետարանիչը չի, բայց վկա լինելը դա քո կոչումն է, որ որտեղ էլ որ դու լինես, դու վկա պիտի լինես։ Դրա համար մենք այստեղ բեմից միշտ խոսում ենք այն առաջադրանքների, այն կոչումների մասին, որոնք ընդհանուր են բոլորի համար, ու ձեզ սովորեցնում ենք այն, ինչը որ դուք անպայման պիտի անեք ձեր կյանքի ամբողջ ընթացքում։ Եկեք այս փոքրիկ հատվածը Մատթեոս 10-րդ գլխից բաժանենք մի քանի մասերի ու մանրամասն ուսումնասիրենք։ Ես ցույց կտամ ձեզ 4 բաժիններ, որոնք պիտի ուսումնասիրել։ Առաջին բաժինը դա 7-րդ խոսքն է։ Դրա համար ես կարդամ նորից 5-րդ խոսքից, որ ավելի հասկանալի լինի։ Այս 12-ին Հիսուսը ուղարկեց նրանց պատվիրեց ասելով. «Հեթանոսների ճանապարհ մի գնացեք ու սամարացիների քաղաք մի մտնեք»։ Այսօր շատ մասնակի էր։ Ապա ավելի Իսրայելի տան կորսված ոչխարներին գնացեք։
Ինքը Իսրայելի տան մարդկանց, իսրայելացիներին անվանեց կորած ոչխարներ, որովհետև այս մարդիկ թեև իրենք կրում էին Եհովա Աստծո անունը, բայց իրականում չգիտեին Աստծուն ու հեռացած էին նրանից ու չէին ապրում բոլորովին նրա պատվերներով։ Նրա համար, որ նրանք դեռ երկնքի զորությունը առած չէին իր աշակերտները, շատ նեղացրեց Հիսուսը, առաջադրանքը փոքրացրեց, ասաց հիմա գնացեք միայն հրյաների համար։ Հեթանոսների չէին կարող ընդունել, այդ ժամանակ չէին կարող հասկանալ նրանց, բայց երբ որ զորությունը ընդունեցին, ասաց իմ վկաները կլինեք մինչև աշխարհի ծայրերը։ Դուք ընդունում եք, որ Հիսուսի վկաներն եք մինչև աշխարհի ծայրերը, որտեղ ուզում լինի, ինչ մարդկանց մեջ, ինչ ազգի, ինչ մաշկի գույնի, ոչ մի բան չի փոխում, ինչ տարիքի, բոլորի մեջ դուք Աստծո վկաներն եք, ընդունում եք դա։ Դրա վկայությունը ձեր Սուրբ Հոգու ընդունելությունն է, այն որ Սուրբ Հոգին եկել է ձեր մեջ։ Դուք արդեն դարձել եք վկա, ուզեք թե չուզեք, հավատաք դրան թե չհավատաք։ Դուք արդեն վկաներ եք ու որտեղ լինեք պիտի վկայեք։ Եվ 7-րդ խոսքը ասում է մեզ այսպիսի մի բան. ու երբ գնացեք, քարոզեք ու ասեք, երկնքի թագավորությունը մոտեցած է։ Սա առաջին ամենակարևոր հատվածներից մեկն է, որ գնալու նպատակը պիտի լինի քարոզելը, խոսելը ու ասելը, որ երկնքի թագավորությունը մոտեցած է։ Նայեք այս աշխարհին ինչքան մարդիկ կան այս աշխարհում ապրող, դժբախտությունների, նեղությունների, տառապանքի, ամեն տեսակ բաների մեջ։ Իսկ Պողոս առաքյալը ինքը շատ լավ գրում է Հռոմեացիների թղթում, թե ինչ բան է երկնքի թագավորությունը։ Կհիշեք ինչ է ասում այնտեղ, որ դա ուտելիք ու խմելիք չի, այս աշխարհը ուրախանում է նրանով, որ ինքը ուտում ու խմում է, դրա հնարավորությունը ունի, բայց ասում է, որ երկնքի թագավորությունը ուտելիք ու խմելիք չի, հապա արդարություն, խաղաղություն, ուրախություն, Սուրբ Հոգու մեջ։ Հալելույա։ Այս վերջի արտահայտությունը այնքան կարևոր է, որովհետև արդարությունը, խաղաղությունը, ուրախությունը աստվածային լինում են միայն Սուրբ Հոգու մեջ, ուրիշտեղ չեն լինում։ Սա նշանակում է նաև, որ դրանք կախված են լինում միայն Աստծուց։ Այս աշխարհում կգան փոթորիկներ, կգնան այդ փոթորիկները, կգան նոր տեսակ փոթորիկներ, կգնան այդ փոթորիկները, բայց քո խաղաղությունն ու ուրախությունը ու արդարությունը արդյոք հաստատուն կմնան միայն այն դեպքում, երբ որ դու կախված լինես Սուրբ Հոգուց ու կախված չլինես այս աշխարհի դեպքերից։ Սա մեր համար շատ կարևոր է, ու սա է նշանակում գնալու քարոզել։ Երբ որ դու մարդկանց կասես, գիտես, կա ուրախություն, կա խաղաղություն, որը կապ չունի, դու փող ունես թե չունես, որը կապ չունի, դու ինչ տեսակ վիճակի մեջ ես գտնվում, դու կարող ես միշտ ուրախ լինել։ Պողոս առաքյալյան խոսքերը, որ ասում են ուրախ եղեք, դարձյալ ասում եմ ձեզ ուրախ եղեք, հենց այնպես չի գրված։ Այսինքն քրիստոնյան կարա իսկապես միշտ ուրախ լինի, ամեն իրադրության մեջ ուրախ լինի։ Այս ուրախ լինելը այն չի, որ մենք միշտ կժպտանք, այսպես մեծ լայն ժպիտով, մարդիկ մեզ կնայեն, կասեն երևի խելքները գցել են։ Դրա մասին չի խոսքը։ Դա մի գոհնակ, ուժեղ ներքին ապրում է, որ դու կանգնում ես Աստծո առջև հավատքով ու նայում ես Աստծուն որպես ամեն բանի Տեր։ Այս դեպքում քո ուրախությունը երբեք չի պակասում։ Քո խաղաղությունը չի պակաս, երբ որ դու կանգնես Աստծո առջև ուղիղ ճիշտ սրտով ու նայես նրան, որովհետև ճանաչես նաև Հիսուսով քեզ տրված արդարությունը։ Խաղաղությունն ու հանդարտությունը քո ներսում հաստատուն կլինեն, եթե դու կախված լինես Աստծուց։ Շատ հաճախ այս կյանքում մարդիկ կախված են լինում իրենց շուրջը եղած դեպքերից։ Օրինակ փողը շատացավ, այնպես վստահություն ու խաղաղություն ունեն մարդիկ։ Հենց փողը սկսում է պակասել, տագնապ է առաջանում, անհանգստություն, բա ինչ անենք, բա ոնց կլինի, բա ոնց կապրենք։ Հալելույա Հիսուսին, մենք կախված ենք նրանից։ Կարդացեք Հայտնության գիրքը, երբ որ կարդաք, երևի կվախենաք, թե ինչ արհավիրքներ պիտի լինեն երկրի վրա։ Պահիր խաղաղությունդ, սովորիր ունենալ խաղաղություն ու կախված լինել Աստծուց, որովհետև դրանք ինչ որ գրված են, բար պիտի կատարվեն այս երկրի վրա։ Ու չլինի դրանց պատճառով հանկարծ քո խաղաղությունն ու ուրախությունը պակասեն։ Սովորիր հենց հիմիկվանից ուժեղ լինել Աստծո մեջ։ Քո առաջադրանքն է խոսել մարդկանց։ Տեսեք ինչպես պատվիրեց Հիսուսը։ Ու երբ կգնաք, քարոզեք ու ասեք, երկնքի թագավորությունը մոտեցած է։ Քարոզեք ու ասեք, սա շատ կարևոր մի բան է, գիտեք ինչու։ Միշտ խոսել է պետք։ Երբ որ դուք բարեապես ճիշտ եք ապրում, բայց չեք խոսում Հիսուսի մասին, մարդիկ ձեզ կնայեն, կասեն, «Վայ ինչ լավ մարդ է»։ Վայ կասեն ինչ լավ մարդ է, ինչ բարություններ է գործում, ինչ է անում, բայց ոչ մեկը չի ասի, որ դու Հիսուսի մարդն ես։ Ինչով դու բերանդ չբացես ու չասես, որ քո բարությունը գալիս է երկնքից, որ քո բարությունը քո մեջ ծնված Հիսուսն է գործում։ Ոչ մեկ չի իմանա դրա մասին։ Հա կասեն բարի մարդ ես, որոշ տեղերում էլ կտեսնեն, որ դու իրենցից տարբեր ես, կասեն խելքը գցած մարդ է, բայց ոչ մի անգամ չեն ասի, որ դրա պատճառը հավատքն է ու կենթանի Աստվածը, որ գոյություն ունի մեր մեջ։ Հալելույա։ Որ եկել է մեր մեջ, որ ծնվել է մեր մեջ, թող իր անունը փառավորվի։ Կարիք կա խոսելու։ Հիսուսը, երբ որ պատմում էր Սերմնացանի առակը, ասաց, որ խոսքը Աստծո թագավորության սերմն է։ Ու կարիք կա, որ երբ որ մենք գնանք մարդկանց մոտ, մենք անպայման խոսենք նրանց։ Սերմնացանի առակը, գիտեք, շատ օրհնյալ մի առակ է։ Այնտեղ խոսվում է 4 տեսակ հողերի մասին, ես դրանց մանրամասները չեմ խոսի։ Բայց մի բան շատ կարևոր է։ Սերմ ցանողի մասին, որ պատմում էր Հիսուսը, ասաց սերմ ցանողը դա մարդու որդին է, Հիսուսն է, չէ՞։
Երբ որ պատմում էր, ինքը չասեց, տեսավ ճանապարհի եզրը, ասեց այդտեղ չեմ ցանի, գնամ ուրիշ տեղ ցանեմ։ Ցանեց այդտեղ էլ։ Երբ որ տեսավ փշերն, չասեց, այս փշերի մեջ չեմ ցանի։ Այստեղ մեկը սերմը չի աճելու, պտուղ չի տալու, գնամ ուրիշ տեղ ցանեմ։ Այդտեղ էլ ցանեց։ Հաճախ նայիր քո կյանքին, մենք ինչքան ենք մարդկորեն տրամաբանում, ասում ենք, այս մարդուն Աստծո խոսքը ուր խոսենք, ինքը այդպես էլ չի ապաշխարի։ Դա գիտեք, որ մեր գործը չի, ոչ իմ գործն է, ոչ քո գործն է մտածել, ենթադրել կամ եզրակացնել, որ հանկարծ այդ մարդը չի ապաշխարի։ Որ այնքան վատն է, ինքը չի ապաշխարի, քո գործը խոսելն է։ Խոսիր ու թող որ ազդեցություն գործի քո խոսքը, որովհետև այդ խոսքը քոնը չի, Հիսուսինն է, իսկ Հիսուսի խոսքի մեջ կա զորություն, ուժ կա, որը կարող է մենք այսպես արտաքինից չճանաչենք, բայց ինքը գործում է մարդկանց մեջ։ Պատկերացնես ինչ կլիներ, եթե մեկը քո կողքից անցներ, ասեր ես քեզ չեմ ասի, մեկը դու չես ապաշխարի։ Ինչ ահավոր բան կլիներ մեր հետ։ Որքան առավել, ինչու հանկարծ մենք այդպես վարվենք։ Սերմնացանի առակի մեջ ամենաառաջինը, որ աչքի անկնում, սերմ ցանողի այդ առատ ցանելն է կարծես թե, որ ոչ մի անգամ չխնայեց, խոսեց ու ցանեց։ Խոսեց, որովհետև խոսելն է ցանելը։ Եթե ունեք Աստվածաշունչ, ինձ հետ բացառեք Եսայի մարգարեության 55-րդ գլուխը։ Աստծո խոսքը շատ ուժեղ մի բան է ասում հենց իր խոսքի մասին։ Հալելույա իրեն։ 55-րդ գլխի 10 եւ 11 խոսքերը պիտի կարդամ։ Աստված իր խոսացած խոսքը համեմատում է անձրևի ու ձյան հետ։ Գրված է այսպես, որովհետև ինչպես անձրևը ու ձյունը երկնքից իջնում եւ այնտեղ չեն վերադառնում, ապա երկիրը ոռոգում, ու նա պտղաբեր եւ արգասավոր են անում, ու ցանողին հունդ եւ ուտողին հաց են տալիս։ Իմ բերնիցս ելած խոսքն էլ այնպես պիտի լինի։ Ինձ սպարապ չպիտի դառնա, ապա իմ կամքս պիտի կատարի եւ հաջողությամբ ի գործ դնի, որի համար նրան ուղարկեցի։ Իր խոսքի համար, որ ասում է, որի համար նրան ուղարկեցի, թող իր անունը փառավորվի։ Տեսեք ինչքան կարևոր խոսք է մեզ համար, որ ասում է ինչպես անձրևն ու ձյունը հենց այնպես չեն վերադառնում, ընդհանրապես չեն վերադառնում, գալիս են, մտնում են հողի մեջ ու արգասաբեր են դարձնում հողը։ Ասում է այդպես էլ Աստծո խոսքը ինքը հենց այնպես չի վերադառնում։ Ինքը մտնում է մարդկանց սրտերի մեջ ու ինչ որ մի պտուղ անպայման թողնում է։ Գիտեք, երբ որ սերմը ցանում են, ու հաջորդ օրը նայում են այդ դաշտին, ոչ մի տարբերություն էլ չեն տեսնում։ Ով է հաջորդ օրը տեսել, որ դրանք ծլած, ուժեղ, չգիտեմ ինչ սերմեր լինեն, արդեն մեծացած, պտուղ տված, այսպես լինում է միայն հրաշքով, այն էլ մի անգամ, երբ որ Ահարոնի գավազանը ծաղկեց խորանում։ Բայց այդպես չի լինում մեր կյանքում։ Դրա համար, երբ որ դու սերմը ցանում ես, դու նաև հավատքով համբերիր։ Սրա շատ կարիքը կա, որ դու հավատքով համբերես ու հավատաս, որ այն խոսքը, որ խոսվեց Աստծո խոսքն էր, ու հենց այնպես իզուր չի անցել։ Դրա կարիքը կար։ Ու մի օր Աստված անպայման կներգործի այդ խոսքի միջոցով։ Մի դեպք ես ձեզ արդեն պատմել եմ, բայց ուզում եմ նորից հիշեցնել սրա հետ կապված։ Այսպիսի դեպք է տեղի ունեցել։ Մի քրիստոնյա մարդ վկայում է մի ուրիշ մարդու Հիսուսի մասին։ Պատմում, ասում եմ, եկել պատմում եմ, այդ մարդն էր պատմում, ասում եմ, պատմում եմ այս մարդուն, խոսում եմ Հիսուսի մասին։ Եկել տեսնում ինքը լաց է լինում։ Ասում եմ, լավ, ես այդքան բաներ չեմ խոսում, էլի, որ այս մարդը պիտի լաց լինի։ Տեսնես ինչ է կատարվում իր մեջ։ Ասում եմ, շարունակեցի խոսել, բերեցի աղոթքի, իրար հետ աղոթեցինք, ասում եմ, այդպես մինչև վերջ արցունքով լացեց։ Ընդունեց Հիսուսին եւ այլն։ Ասում է, որ վերջում հարցեցի, ասեցի, ի՞նչն էր քեզ այդքան հուզում։ Ասում է, երեխա ժամանակ նույն բաները մայրս էր ասում։ Այդ սերմը տարիներ շարունակ այդ մարդու մեջ այդպես ծիլ չի տվել։ Բայց եկավ ժամանակը, մեկը մոտեցավ, լրացրեց դրան, կարծես թե ջրեց այդ սերմը, ու իր ծիլը տվեց, ու իր պտուղը բերեց։ Աղիսի անունը փառավորվի։ Երևի այն ժամանակ էլ, երբ որ մայրը խոսել է իր երեխային, մտածել է, այս ինչ կապրիզնի երեխա է, բոլորովին չի ապաշխարում։ Բայց Աստծո խոսքը գետնին ընկած չի։ Գնացել է այդ մարդու սրտի մեջ ու իր պտուղները բերել է, թող իր անունը փառավորվի։ Ալելույա։ Դրա համար, երբ որ կյանքում կպատահի, որ դու կշփվես, կհանդիպես մարդկանց հետ, կհաղորդակցվես, երբեք չնայես ու չասես, այս մարդը չէ։ Խոսիր, Աստված քեզ ուղարկել է դրա համար։ Դու ուղարկված ես դրա համար։ Դու ունես քո մեջ Սուրբ Հոգին, դու ուղարկված ես խոսելու դրա համար։ Խոսելու, որ կա Աստծո թագավորությունը, որ կա այդ խաղաղությունն ու ուրախությունը, որ իսկապես դա աստվածային է, որ դա մարդկային չի, այս աշխարհի հետ կապ չունի։ Դու ապրում ես դա, բա ինչու ուրիշները չապրեն դա։ Եթե կա մի երջանկություն, որ մարդը ապրում է, ուրախությունից չի կարողանում դա պահի ու կիսվում է մարդկանց հետ։ Կարծում եմ այսպես պիտի լինի քրիստոնյաների մեջ, որ դու ներքուստ միշտ լցված լինես այնքան, որ չկարողանաս ուղղակի պահել։ Հալելույա։ Ուրեմն առաջինը սա է, որ պետք է գնալ, խոսել, որպեսզի ցանվի Աստծո թագավորության սերմը։ Ու մի վախեք խոսելուց, ինչ էլ որ պատահի։ Երկրորդ բաժինը, ես պիտի կարդամ 8-րդ խոսքը։ Հիվանդներին բժշկեցեք, բորոտներին մաքրեցեք, դևերը հանեք, ձրի առելեք, ձրի տվեք։ Հետարքիչ բան է, ուրեմն գնացեք, երկնքի թագավորությունը քարոզեք, ասեք, որ երկնքի թագավորությունը արդեն մոտեցել է,
Եվ հետո հիվանդներին, դևերին եւ այլն այս միաթրաշքներ գործեք։ Աստծո թագավորությունը երբեք պիտի չլինի միայն տեսական, Աստծո թագավորությունը պիտի լինի շատ գործնական։ Եթե դու ուղարկված ես, դու համարձակ գնա, որովհետեւ Աստծո թագավորության զորությունը պիտի լինի քո հետ։ Գիտեք թագավորության զորությունը ինչ է նշանակում։ Մի քաղաքական բան պատմեմ, տարիներ առաջ, չեմ հիշում որ թվականներին էր, Լիբիայում, Աֆրիկայի հյուսիսում գտնվող այդպիսի մի պետություն կա։ Լիբիայում մի դեպք տեղի ունեցավ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների մի քաղաքացու շատ վատ նեղեցին այնտեղ։ Գիտեք ինչ արեց Ամերիկայի Միացյալ Նահանգները, միջերկրական ծովում ինքը ուներ նավեր, անմիջապես սկսեց այդ երկիրը ռմբակոծել։ Ու Լիբիան ձեռքերը բարձրացրեց, հանձնվեց այդ մարդուն հանձնեց, ասաց մենակ պրծնեմ այս ռմբակոծությունից։ Գիտեք ինչ է նշանակում ունենալ զորություն։ Այն զորությունը, որ դուք ունեք, ուրիշ ոչ ոք չունի։ Հովհաննես ասում է, որ ձեր մեջ եղողը ավելի մեծ է, քան թե աշխարհի մեջ եղողը։ Ով կարա քեզ կպնի, առանց քո հոր թույլտվության, ով կարա քեզ մոտենա։ Երբ որ դու կգնաս խոսելու, դու խոսիր իշխանությունով։ Երբ որ կտեսնես մեկին հիվանդ, վստահ խոսիր, որ դու կարող ես նրան բժշկել։ Զորությունը չի գործում այն մարդկանց հետ, ովքեր տանը նստում են, ոտքը ոտին գցում, ասում մենք վկաներ ենք։ Զորությունը գործում է նրանց հետ, ովքեր գնում են, հիշեք սա։ Գուցե այստեղ դուք շատ հրաշքներ չեք տեսնի եկեղեցու մեջ, բայց գնացեք ու կտեսնեք դրսում հրաշքներ, մեծ հրաշքներ, որ Աստված կգործի, դուք էլ կզարմանաք, որ ձեր հետ այդպիսի բաներ են պատահում։ Թող իր անունը փառավորվի։ Գիտեք ինչու՞, որովհետև ձեր մեջ եկել է արդեն այն զորությունը, որը պիտի դառնաք վկաներ։ Այն խոսքը, որ դուք խոսեք, հաճախ կարիք կլինի դա ապացուցել զորությունով։ Այն խոսքը, որ դուք ասեք Հիսուսը կենդանի է, հաճախ կարիք կլինի, որ դուք ապացուցեք նրա կենդանությունը զորությունով։ Ուրեմն պատմում են երկու մարդկանց մասին, որոնք գնացել էին մի շատ ծանր երկիր, իսլամական մի տարածք էին մտել, որտեղ իրենց սրտում դրված էր, որ պիտի Աստծո խոսքը քարոզեն։ Ասում է կանգնած էինք փողոցում ու խոսում էինք, ու ոչ մեկը չէր հավատում մեզ։ Ասում է անընդհատով պատահել խոսում էինք ու ոչ մեկը չէր պատահում։ Ասում մեկ էլ մի կին մոտեցավ, մի փոքրիկ երեխայի ձեռքից բռնած, մի վայրենի երեխա, գորգորոցով բանով, ասում է հենց մեզ տեսավ սկսեց հայհոյել, հասկացանք որ դիվահար է, ասաց ոչ մի բժիշկ էս երեխային չի կարող բուժի։ Եթե դուք խոսում եք Աստծո մասին, բուժեք էս երեխային։ Ասում է հրամայեցինք Հիսուսի անունից այդ դևը դուրս եկավ։ Ասում է կնոջ ուրախությանը չափ ու սահման չկար, ասում է մեզ վերցրեց տարավ իր տուն, ասաց դուք անպայման պիտի մտնեք իմ տունը։ Մտանք իր տունը, ասում է այդտեղ մնացինք մի քանի օր, աղոթեցինք, ասում է այդտեղ խումբ հավաքվեց ու այդպես սկսվեց եկեղեցին։ Աստված սիրում է, որ իր ասած խոսքերը հաստատում են զորությունով։ Բայց եթե մարդիկ չգնային, այդ հրաշքը չէր լինի։ Ինչքան իրենք իրենց տանը նստեին, այդ հրաշքը չէր լինի։ Քրիստոնյաներից իրենց կյանքի բժշկությունների, իրենց հիվանդությունների բժշկությունների Աստված ուրիշ ձևով է վերաբերվում։ Երբ որ նրանք գնում են ուրիշների համար աղոթելու, բոլորովին ուրիշ ձևով է վերաբերվում։ Գիտեք ինչու, որովհետև այնտեղ կարիք կա, որ իր խոսքը ապացուցվի, որ ճշմարտություն է։ Ապացուցվի, որ այն խոսքերը, որ մենք խոսում ենք ճշմարտություն է, դրա համար ինքը ուրիշ ձևով է վերաբերվում։ Այնտեղ կարող է մեռելի հարություն էլ հանդիպի։ Թող իր անունը փառավորվի։ Հրաշքներ գործողները մենք չենք, այլ Աստված այդ հրաշքները գործող է։ Նաև սրանից այս խոսքից երևում է այսպիսի մի բան. հիվանդներին բժշկեցեք, բորոտները մաքրեցեք եւ այլն։ Երևում է Աստծո հոգատարությունը մարդկանց նկատմամբ, որ Աստված անտարբեր չի մարդկանց ֆիզիկական կարիքների, ֆիզիկական դժբախտությունների նկատմամբ։ Ինքը ուզում է, որ այդ մարդկանց կյանքում որոշ օրհնություններ լինեն, այդ ֆիզիկական դժվարությունները փոխվեն իրենց կյանքում։ Դրա համար ուղարկեց, ասեց գնացեք, արեք դա ոչ միայն խոսքի ապացույցելու համար էր, նաև Աստծո սերը ցույց տալու համար, որ Աստված անտարբեր չի մարդու դժբախտությունների նկատմամբ, որ կարող անի հրաշքներ, թող իր անունը փառավորվի։ Ես ձեզ այսպեսի մի գաղտնիք ասեմ, միշտ բոլոր տեսակ ավետարանչությունից առաջ գնում է հոգատարությունը։ Մի այդպիսի ուսուցիչ ունեի, որ ինչ շատ բաներ սովորեցրեց, այդ արտահայտությունը շատ էր կրկնում։ Ասում էր հիշեք, որ բոլոր ավետարանչությունից ամեն բանից առաջ գնում է հոգատարությունը։ Եթե մարդը հիվանդ է ու գնում նստում եք նրա կողքին, ինչքան ուզում եք Հիսուսից խոսեք, ինքը կարող է ցավերից նույնիսկ չկարողանա լսել։ Բայց երբ դու աղոթես, մի հատ այդ ցավերը դադարեն, մի հատ ցույց տաս Աստծո զորությունը, դրանից հետո ինքը քեզ շատ բաներում կլսի։ Թող իր անունը փառավորվի։ Այս հրակարիքը շատ կա, որ իսկապես ապացուցված լինի։ Քրիստոնյա, եթե դու գնում ես, եկեղեցու անդամ, եթե դու գնում ես, դու վերցնում ես քո վրա այդ առաջադրանքը, որ պիտի գնաս, ուրեմն եղիր համարձակ։ Չվախենաս ոչ հիվանդություններից, ոչ մի բանից, որովհետև դու խոսելու ես Աստծո կենդանության մասին, որ քո Աստվածը իրականը կենդանի է։ Դու ընդունում ես դա։ Իր անունը փառավորվի։ Հալելույա։ Եկեք շարունակենք։ Հիվանդներին բժշկեցեք, բորոտներին մաքրեցեք, դևերը հանեցեք, ձրի առելեք, ձրի տվեք։ Հաջորդ բաժինը այսա կլինի. ձրի առելեք, ձրի տվեք։ Սա մեր դիրքի մասին է խոսում, ինչպես պիտի գնալ։ Այսօր ինչքան մարդիկ գիտեք, մի բան նայեք այս աշխարհին ինչքան մարդիկ գիտեք,
որ ինչ որ ձևերով հրաշքներ ու բժշկություններ են կատարում, ու դրանով ուղղակի ապրում են, որովհետև դա իրենց ապրուստի միջոցն է ուղղակի։ Ես չեմ ուզում ոչ մեկին ոչ մի անուն կպցնել ու ոչ մի բան անել, բայց քրիստոնյաները պատվեր ունեն Հիսուսից. «Ձրիվ ստացել եք, ձրիել տվեք»։ Արդյոք այն բժշկությունը, որ կգործի քո միջոցով, այն հրաշքները, որ կգործեն, փողը ստվել Հիսուսին, որ ստանաս, չէ՞ որ բոլորովին ձրի ես ստացել։ Այն Սուրբ Հոգին, որ եկել է քո մեջ, փողով է եկել, կամ թե ինչ-որ մի բան է ստվել Հիսուսին, բոլորովին ձրի է եկել։ Մեզանից ով էր արժանի դրան, կամ ինչ գործով արժանացանք դրան։ Ոչ մի բանով, ձրի։ Դա համար Հիսուսի պատվերն էր՝ ձրի ստացել եք, ձրիել տվեք։ Սա խոսում է անշահախնդիր ծառայության մասին, բացարձակ անշահախնդիր ծառայության մասին։ Եվ առաքյալները առաջի դարում սա շատ լավ էին ընդունել։ Սա շատ լավ իրենց սրտի մեջ ունեին, որ ձրի են ստացել, ձրիել պիտի տան։ Երբեք մարդու աչքը պիտի չլինի, ես չգիտեմ, որ այս հիվանդը բուժվի ինչքան փող կտա։ Երբեք այն ներքին ոչ մի անկյունում սրտի թաքնված պիտի չլինի, որովհետև այսպիսի աղոթքները չեն պատասխանվի։ Գուցե կաղոթես ու հրաշքներ չես տեսնի։ Գուցե դու դրա դիմաց ոչ թե փող ես սպասում կամ ինչ որ ուտելիք ամելի ինչ որ բան գուցե պատիվ ես սպասում։ Այս աղոթքն էլ չի գործի։ Դու պիտի գործես միայն մի շարժառիթով։ Աստված քեզ ուղարկել է, որպեսզի դու Աստծո թագավորությունը տարածես, ու վերջ։ Անշահախնդիր ձևով Աստծո թագավորությունը տարածես, Աստծո փառքը տարածես, որ կարեկից լինես մարդկանց դժվարություններին։ Ձրի առել եք, ձրիել տվեք։ Նոր Կտականում մի հետաքրքիր դեպք կա, որ Հովհաննեսն ու Պետրոսը, որ մարդկանց հանդիպեցին, ովքեր արդեն ընդունել էին Հիսուսին, ու վերստին ծնունդ ունեին, իրենք մկրտվել էին ջրով, բայց դեռ Սուրբ Հոգով մկրտված չէին։ Եկան այդ խմբի մոտ ու սկսեցին մարդկանց համար աղոթք անել, նրանց վրա ձեռք դնել։ Ում վրա ձեռք էին դնում, նրանք մկրտվում էին Սուրբ Հոգով, խոսում էին լեզուներով։ Եվ այնտեղ մեկը կար, որ ժամանակին հրաշքների միջոցով շատ փող էր աշխատել։ Հիշում եք ով էր։ Նա անունը Սիմոն էր։ Իր անցյալ կյանքն էր այդպեսին եղել։ Հետո որ Փիլիպոսը սկսեց քարոզել, ինքն էլ դարձավ քրիստոնյա։ Ինքն էլ ընդունեց Հիսուսին, մկրտվեց ջրով։ Իհարկե քրիստոնեության մեջ որոշ կարծիքներ կան, ու այդպես էլ Աստվածաշունչը չի բացատրում այդ մարդը իսկապես վերստին ծնունդ ունեցավ թե չէ։ Թե ուղղակի ձևական էր իր հավատքը։ Բայց երբ որ տեսավ, իրեն դուր եկավ դա, ինչ լավ է, կարելի է այսպիսի գործեր անել։ Դեպի մոտեցավ Հովհաննեսին, Պետրոսին, փող տվեց, ասաց ինչ կլինի, այդ շնորհքը ինձ էլ տվեք։ Ու Պետրոսի խոսքերը այստեղ եթե կարդաք, ասես թող քո արծաթը քո հետ կորսվի։ Ես քեզ տեսնում եմ մաղձի դառնության մեջ։ Մի այնպիսի խոսքեր է ասում Պետրոսը այստեղ, որ ահավոր է ուղղակի կարդալը։ Բայց հենց այնպես չէր ասում Պետրոսը այս խոսքերը։ Ինքը իսկապես այս մարդուն տեսնում էր մեծ կեղծիքի մեջ։ Պատկերացնում եք, երբ որ մարդը գնում է ավետարանչության, ինքը խոսում է, վկայում է, ասում է Հիսուսը կենդանի է։ Մի հատ էլ հիվանդի համար աղոթք անում, որ այս հիվանդը բուժվի։ Ու հանկարծ իր մեջ շարժառիթ ունենա, որ դրա դիմաց իրեն ինչ-որ մի բան կտան։ Իսկապես Աստված դրան նայում է շատ ծանր, որովհետև Պետրոսի խոսքերը կարծում եմ հենց այդպիսի խոսքեր էին։ Գիտես ինչ է նշանակում, որ գնալ մարդկանց վկայել Հիսուսի մասին։ Դա մի պայքար է, պատերազմ է, որը բոլորովին էլ հեշտ չի լինում։ Մարդիկ, որ գտնվում են սատանայի իշխանության տակ, դու տանում ես քո հետ Աստծո իշխանությունը, այդտեղ պայքար է տեղի ունենում։ Ու հանկարծ պայքարի ժամանակ դու քո ներսում ունենաս որոշակի սատանայական շարժառիթ, այսպես ասեմ։ Սատանան քո վրա իշխանություն չունի, բայց քո մտքերը կարող են համապատասխանել իր մտքերին։ Քո սրտի շարժառիթները կարող են համապատասխանել իր շարժառիթներին։ Ինչ ահավոր բան է ստացվում, դու գնում ես կռվելու մեկի դեմ, որի ցանկությունը դու ունես, որի նպատակները, շարժառիթները սխալ դու ունես։ Ինչպես կլինի այդ կռիվը։ Հաստատ չի ստացվի այդպիսի կռիվով հաղթանակ չի լինի։ Ուրեմն անշահախնդիր ծառայություն։ Պողոս առաքյալը 2 Կորինթացիների 6-րդ գլխում գրում է ինքը իր մասին։ Գրում ասում է, որ ինչպիսի դժվարություններով էր ինքը ծառայում։ Գրում է, որ սովի մեջ, մերկության մեջ, դժվարությունների մեջ, հալածանքի մեջ, նեղությունների, եթե պետք էր ծոմ էր վերցնում, եթե պետք էր նեղություն էր քաշում, ոտքով քայլելով, այն ժամանակ այսպիսի տրանսպորտի միջոցներ չկային։ Գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, բայց ինքը ավետարան էր քարոզում։ Ինքը չէր նայում մարդիկ իրեն կտան թե չեն տա։ Մի պահ նայեք Հիսուսին, երբ որ ինքը խոսեց իր աշակերտների հետ, հետո աշակերտներին ուղարկեց, որ իր համար ուտելու բան բերեն։ Հիշում եք այդ տեղը։ Հետո մինչև աշակերտները կվերադառնային, ինքը զրույցի մտավ մի կնոջ հետ ու խոսեց ճշմարտության մասին, Աստծո թագավորության մասին։ Հիշում եք այդ դեպքը։ Հետո այս կինը գնաց քաղաք, խոսեց շատ մարդկանց հետ, մեկ էլ այդ ժամանակ աշակերտները եկան, իրենք տեսան նաև որ խոսում է այդ կնոջ հետ, տեսան կնոջ գնալը, ու մինչև այնտեղ կերակուրը կբացեին Հիսուսի առաջ, մեկ էլ Հիսուսը տեսավ որ քաղաքից շատ մարդիկ են գալիս։ Կարող ասես, չէ, մի րոպե ընդմիջում։ Մի րոպե հաց ուտեմ, հետո կշարունակեմ խոսել։ Ասես, չէ, ես կերակուր ունեմ ուտելու։ Դա հորս կամքը կատարելն է, իմ կերակուրը։ Հիշում եք այդ խոսքերը։
Այսինքն ինչքան նվիրված էր Աստծո թագավորության տարածմանը, ինչքան նվիրված էր իր ծառայությանը, որ իր համար նշանակություն չուներ ինքը սովածա թե կուշտ, իր համար նշանակություն չուներ ինքը հոգնածա թե ինչպիսին, իրեն պետք էր խոսել։ Պատկերացրեք, եթե քարտեզի վրա նայեք, ինքը գնում էր Գալիլեայից դեպի Հրեաստան, ճանապարհին ինքը պիտի անցներ Սամարիայով, քայլում էր ոտքով, այնտեղ էշի կամ ձիու վրա նստած չէր, քայլում էր ոտքով, ու գրվածը հոգնած էր նստեց ջրհորի մոտ։ Հենց այդ դեպքի հետ կապված եմ ասում, զրույցի բռնկվեց այդ կնոջ հետ։ Ինչն է հետաքրքիր, ինչ տեղի ունեցավ, որ թե հոգնած էր, թե սոված էր, բայց երբ որ տեսավ մարդկանց, ասեց չէ, ես իրանց պիտի ծառայեմ։ Այսա Աստված ուզում է նաև Հիսուսի հետևորդներից, նրանց ում որ Հիսուսը տվեց այդ առաջադրանքը, գնալ Աստծո թագավորությունը տարածել, մարդկանց խլել սատանայի ձեռքից։ Սա քո առաջադրանքն է։ Ընդունում ես քո վրա։ Այսօր դու կարող ես նստել մարդկանց կողքին, խոսել ճոխ-ճոխ բաներից, այս աշխարհի, չգիտեմ, հազարում մի զրույցներից, ֆիլմերից, գուցե սերիալներից, գուցե քո հարևանից, հասկանում եք ինչ եմ ասում, ել շարունակեմ։ Բայց այդպես էլ մի բառ չխոսել Հիսուսից։ Մի անգամ չասել, որ Հիսուսը իրական է, որ դու կարող ես երջանկություն ունենալ Հիսուսից։ Ովքեր են, որ իրեն շրջապատում բոլոր մարդիկ գիտեն, որ իրենք հավատացյալ են։ Գիտեք, երբ որ համեմատում է Աստվածաշնչի հետ, երբ որ քրիստոնյան ինքը չի ասում, որ ինքը հավատացյալ է իր շրջապատում, հավասար չի նրան, որ Պետրոսը ուրացավ Հիսուսին։ Ուղղակի ասես չեմ ճանաչում։ Այդքան վատ բաներ արել, որ ասեց Հիսուսին չեմ ճանաչում, բայց Հիսուսը ասեց ուրացար, այսպեսի արտահայտություն։ Ինչու պիտի քո կողքի մարդիկ չիմանան, որ դու քրիստոնյա ես, որ քո մեջ կա Հիսուս, որ քո մեջ կա Աստծո զորությունը, Աստծո Սուրբ Հոգին։ Վախենում ես, ամաչում ես, բոլորը հակասում է Աստվածաշնչին։ Ինչ շարժարթել մեջ էլ մի հակասում է Աստվածաշնչին, ու Աստված դրա դիմաց խոսք ունի ասած։ Որտեղ կնստես խոսիր համարձակ, գործիր համարձակ, դու կարող ես ցույց տալ մարդկանց Աստծո թագավորության զորությունը։ Խոսիր անշահախնդիր ոչ մի բանի չնայելով, միայն մի շարժարիթ ունենալով, որ Աստված փառավորվի։ Այս շարժարիթը շատ եմ սիրում։ Գիտեք ինչու՞։ Աստվածաշնչում բոլոր հրաշքների հիմքում մեծ մասամբ գրված է, որ ընկած է լինում այդ շարժարիթը։ Հիշում եք, երբ որ Դավիթը դեռ պատանի ժամանակ պատերազմեց, կռվեց Գողիաթ անունով մեկի հետ, որը երևի 2 անգամ իրենից բոյով էր, տարիքով էլ մի քանի անգամ երևի մեծ էր, ամբողջ կյանքը փորձված էր պատերազմի մեջ, իսկ Դավիթը ընդամենը ոչխարներ էր պահել։ Ու երբ որ դուրս եկավ կռվելու, նայեց, ասեց, «Էսով է իմ հետ կռվում»։ Գրվածը անարգեց մի հատ, հետո ասեց, «Միթե շունեմ, որ իմ վրա գավազանով ես գալիս»։ Այդ մարդու խոսքերը այնպիսին էին, որ ես ում եք ուղարկել իմ դեմ կռվելու։ Այս սրան չգիտեմ ինչ պատար կանեմ։ Այսպիսի տպավորություն էր թողնում։ Ու ինքը ասեց, «Այս քո մարմինը կտամ երկնքի թռչուններին», այսպես խոսքեր ասեց Դավիթին վախացնելու համար։ Դավիթ ասեց, «Դու քո զենք ու զրահով ես գալիս, ես Իսրայելի Տիրոջ անունով, Զորքերի Տիրոջ անունով»։ Ու այնտեղ մի կարևոր արտահայտություն արեց, որպեսզի աշխարհը իմանա, որ Իսրայելի մեջ Աստված կա։ Ինչն էր ուժ տալիս Դավիթին չվախենալու այդ մարդուց։ Արտաքինով ահավոր էր, բայց այս սա էր, որ միայն թե աշխարհը իմանա, այս ձգտումը, միայն թե աշխարհը իմանա, որ Իսրայելում Աստված կա։ Ինչն էր ուժ տալիս ու մղում առաջ Հիսուսին։ Վերջին գիշերը, երբ որ Հիսուսը պիտի մատնվեր, պիտի խաչվեր, մեռներ, իր աշակերտներին սովորացրեց ու շատ բաներ խոսեց, բայց մի կարճ արտահայտություն ասեց, թե միայն թե մարդիկ իմանան, որ ես Հորը սիրում եմ։ Կարծես թե այդ ամեն ինչ անում եմ, միայն թե ներքին մղող ուժը, շարժարիթը, միայն թե մարդիկ իմանան, որ ես Հիսուսին սիրում եմ։ Երբևէ մտածել ես, որ դու մարդկանց կողքին որ նստում ես, միայն թե մարդիկ իմանան, որ դու Հիսուսին սիրում ես, միայն թե մարդիկ իմանան, որ քո մեջ Հիսուս կա։ Հալելույա։ Այ գործելու շարժարիթ։ Այս սրա համար արժի ապրել, սրա համար արժի մեռնել։ Մեռնել, այո, որ մարդիկ իմանան, որ Աստված կա մեր մեջ։ Հալելույա։ Այս շարժարիթը միշտ հաղթող է լինում կյանքում։ Բայց եկեք շարունակենք։ 4-րդ բաժինը, որ նորից շատ հետաքրքիր մի բաժին է, 9-10 խոսքերը պիտի կարդամ։ Լավ, մի քիչ վերևից կարդամ, որ հասկանալի լինի։ Ու երբ գնաք, 7-րդ խոսքից եմ կարդում։ Քարոզեցեք ու ասեք, թե երկնքի թագավորությունը մոտեցած է։ Հիվանդներին բժշկեցեք, բորոտներին մաքրեցեք, դևերը հանեցեք, ձրի առելեք, ձրի տվեք։ Մի ստացեք ոսկի եւ ոչ արծաթ եւ ոչ պղինձ ձեր գոտիների մեջ, ոչ ճանապարհի համար պարկ եւ ոչ կրկին հանդերձ, ոչ կոշիկ, ոչ գավազան, որովհետեւ մշակը իր կերակուրին արժանի է։ Որոշ թարգմանություններում այնպիսի տպավորություն է, իմ թարգմանությունում եմ, որ կարծես թե Հիսուսը ասում է դրա շարունակությունն է, կարծես թե ձրի առելեք, ձրի տվեք, մի ստացեք ոսկի, արծաթ, ոնց որ ձեր արած գործի դիմաց մի ստացեք։ Բայց ճիշտ միտքը դա չի։ Ձրի առելեք, ձրի տվեք, այստեղ վերջակետ, ձեզ հետ մի վերցրեք, ես մի քիչ փոխում եմ բառերը, որ ավելի հասկանալի լինի ճիշտ միտքը։ Ձեր հետ մի վերցրեք ոչ ոսկի, ոչ արծաթ, ոչ պղինձ ձեր գոտիների մեջ, ոչ ճանապարհի համար պարկ։ Պարկը գիտեք ինչի համար էին վերցնում։
ուտելիքի փոխելու հանդերձի եւ այլն այդպիսի բաների համար։ Եվ ոչ կրկին հանդերձ, փոխելու հանդերձ էլ մի վերցրեք, ոչ կոշիկ, որ հանկարծ դամաշվի ուրիշը հագնեք, ոչ գավազան, որովհետեւ մշակը իր կերակուրին արժանի է։ Հետաքրքիր արտահայտություններ են, չէ՞։ Ուրեմն ինչ էր Հիսուսը սրանով ուզում սովորեցնել իր աշակերտներին։ Երբ որ դուք կգնաք Աստծո թագավորությունը քարոզելու, երբեք մի մտածեք, որ նյութապես ապահովված պիտի լինի ձեր ամբողջ ճանապարհը, հետո նոր գնաք։ Հիսուսը սա էր սովորեցնում, ոչ թե գնալ սիրտը հենելով նյութականի վրա, իր նյութական ապահովության վրա, այլ գնալ սիրտը հենելով Աստծո վրա, որովհետև այդ ոչ մի բանը դու չունես, չես վերցնում քո հետ։ Սա շատ կարևոր շարժարիթ է կամ շատ կարևոր հավատքի հիմք է մեր համար։ Մի պահ նայեք դրան։ Ես լսել եմ, որ արտասահմանում կան այդպիսի քրիստոնեական դպրոցներ, որոնք աշակերտներին շատ ուժեղ ձևով սովորացնում են, գիտեք ինչ, հավատքով ապրել, եւ հաճախ օգտագործում են այս աշխարհի մեթոդներից։ Ուրեմն նաեւ բանակ կա այդպիսի, որտեղ մարդկանց սովորեցնում են գոյատևում։ Պարզվեց, որ Հայաստանում էլ կա այդպիսի մի կազմակերպություն, որ մարդկանց սովորեցնում է գոյատևում։ Գիտեք ինչ են անում, նրանց լավ տեսություն են փոխանցում, թե ինչպես պիտի ապրել, որոշ մանր պրակտիկ գործ, հետո վերցնում են այս մարդկանց, տանում գցում են բնության մեջ մի վայրում, իրենք պիտի իրենց բոլոր սովորածը կիրառեն, որպեսզի իրենք գոյատևեն ու հասնեն այնտեղ, ինչ առաջադրանք, որ իրենց տրված է։ Հիմա նույն բանը հաճախ անում են եկեղեցիները, ասում են, որ այդպիսի քրիստոնեական դպրոցներ կան արտասահմանում, որոնք հավատացյալներին լավ տեսություն են փոխանցում, հետո նրանց տանում են մի ինչ-որ տեղ, չեն տալիս ոչ փող, ոչ մի բան, ասում են հավատքով եկեք։ Հիսուսը մոտավորապես այդպիսի աշխատանք էր անում։ Ինքը սովորեցրել էր իր աշակերտներին, ցույց էր տվել, թե ինչպես են ապրում, ինքը Հիսուսը այդպես նյութապես ապահովված չէր ապրում։ Երբ որ մեկը եկավ ասեց քո հետևից գամ, ասեց աղվեսները որջերն են, թռչունները բուներն են, որդին մարդո տեղ չունի ուր իր գլուխը դնի։ Այսպեսին էր իր կյանքը։ Նույն բանը Հիսուսը ցույց էր տվել, թե ինքը ինչպես է ապրում։ Ու իր աշակերտներին ուղարկեց, ասեց գնացեք, հետներդ ոչինչ մի վերցրեք։ Իրենք տուն ունեին, իրենք բարեկամներ ունեին, ծնողներ ունեին, ոմանք կին ունեին, ու այդ բոլոր բաները թողած, այսինքն իրենց տնից կարող էին վերցնել։ Կարող էին փող վերցնել, կարող էին կրկնակի հանդերձ վերցնել իրենց համար, կոշիկներ վերցնել, որ եթե մաշվեր նորը հագնեին կամ փոկվեր, այն ժամանակ հողաթափեր էին հագնում։ Այսպես ինչ որ բաներ կարող էին վերցնել։ Կարող էին կերակուր վերցնել ճանապարհի համար։ Ես ասաց ոչինչ մի վերցրեք, պարկ էլ մի վերցրեք։ Պարկ մի վերցրեք, որ հանկարծ մեջը մի բան չկուտակեք այդպիսի բաներից։ Գնացեք հավատքով։ Գիտեք, մարդիկ, որ մտածում են, թե իրենք պիտի ծառայեն Աստծուն, այն դեպքում, երբ որ իրենք նյութապես ապահովված կլինեն, սխալ միտք է գործում։ Սա ավելի շատ խոսում է նրա մասին, որ իրենք չեն վստահում Աստծուն նյութականի մեջ։ Եթե մարդիկ այսօր միսիոներներ, գիտեք, այդպես են կոչվում են մարդիկ, ովքեր գնում են այլ մշակույթների մեջ եկեղեցիներ հիմնելու։ Միսիոներների համար նախատեսված այսօր եկեղեցիները որոշ գումարներ են հատկացնում, իրենց թիկունքին կանգնած են կարծես եկեղեցիները ֆինանսապես ապահովելու, նյութապես ապահովելու համար։ Հիսուսի սովորացրածը մի քիչ ուրիշ էր։ Ասեց ոչինչ մի վերցրեք ձեր հետ ու գնացեք։ Հավատքի մարդիկ, ովքեր մեծ հաջողությունների են հասել Աստծո թագավորության տարածման գործում, իրենք օգտվել են այս սկզբունքից։ Լսել եք Լեստեր Սամրալի մասին։ Ինքը Աստծոց առնում է, որ ինքը ավետարանիչ է։ Ու Աստծո հետ ուխտ անում, ասում է շուրջ երկրյա ճանապարհորդություն պիտի անեմ, ու որ երկիրը որ մտա Հիսուսի մասին պիտի խոսեմ։ Սա շատ համարձակ մի հատ որոշում էր ու ինքը ուխտ անում Աստծո հետ։ Ու իր պատմածով ինքը երբ որ դուրս է գալիս Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ինքը ամերիկացի ելնում։ Ասում է գրպանում ունեի $14։ Մենք երևի հարևան քաղաքը չենք գնա այդպիսի փողով։ Ասում է գրպանում ունեի $14։ Ասում է այդպես քարոզելով գնացի հասա մինչև Պարսկաստան։ Պատկերացնում եք։ Հիմա հասա Պարսկաստան, ինչպես չգիտեմ, բայց հաստատ գիտեմ, որ հասա, որովհետև ինքը սուտ չէր խոսում, երբ որ վկայում էր դրա մասին։ Ասում է Պարսկաստանում մի քանի տեղեր այդպես քարոզել է, հանդիպել է մի եկեղեցու հովի, նրա մոտ էլ նրա եկեղեցում էլ է քարոզել, ու հետո իր ապագա ծրագրերի համար ասել է, ես պիտի գնամ Չինաստան։ Ասում է, հովիվը ասես, գիտես դու Չինաստանում սովից կմեռնես։ Ես էլ ասացի, երբ որ մեռնեմ, ինձ համար մի տապանակար կսարքես, ու վրան կգրես, այստեղ թաղված է Լեստեր Սամրալը, մահացել է սովից Հիսուսին հուսալով։ Ինչը բոլորովին հնարավոր չի, շատ տորտնյալ, շատ վստահելի մի խոսք էր, որ Հիսուսին հուսալը ինչ է նշանակում։ Ու հնարավոր չի, որ մեկը, չգիտեմ, թերի մնա դրա մեջ, թե մեկ-մեկ Աստված մեզ կփորձի դրա համար, թե արդյոք մենք Աստծուն ճիշտ շարժառիթով ենք ծառայում, թող իր անունը փառավորվի, ինքը ինչ անում է ճիշտ է անում, ինքը ինչ սովորեցրել է ճիշտ է սովորեցրել։ Դրա համար, եթե ասում է ձրի առել եք ձրի տվեք, նաև ասում է ձեր հետ ոչինչ մի վերցրեք, առաջին հայացքից իրար հակասող են, հիմա կասեմ ինչի, որովհետև շարունակության մեջ ասում է մշակը իր կերակուրին արժանի է, այսինքն երբ որ կգնաս, կխոսես Աստծո թագավորության մասին,
Հրաշքներ կանես ու կապացուցես Աստծո թագավորության մասին, ու մարդիկ կընդունեն քո պատմած, քո վկայած Հիսուսին, մարդիկ կապրեն այդ երջանկությունը, իրենց սրտերը կբացվի քո առջև, նրանք քեզ ուտելու բան էլ կտան, եթե պետք լինի հագուստ էլ կտան։ Այս տեսակետից մշակը իր կերակուրին արժանի է, կարծես թե հակասից սրան, որ ձրի առել եք ձրի տվեք, չէ՞։ Առաջին հայացքից հակասություն է, բայց ես բացատրեմ ինչու հակասություն չի, որովհետև մարդու ներսում իր շարժառիթը, իր ձգտումը պիտի չլինի դա, այլ պիտի լինի Աստծո ապահովությունը։ Պիտի չլինի, որ մարդիկ ինձ կկերակրեն։ Ես պիտի նայեմ Հիսուսին, ոչ թե մարդկանց։ Մարդիկ գիտեք ինչ սխալ բան ունեն։ Եթե օրինակ փողի կարիք ունեմ, փողի դժվարություն ունեմ այսօր, աղոթում եմ, ասում եմ՝ Տեր, դու գիտես, ես ֆինանսապես ծանր վիճակում եմ, խնդրում եմ ինձ փող տուր։ Ներքուստ էլ վստահում եմ, որ Աստված կտա։ Մենք ճիշտ բան եմ ասում, չէ՞, պետք է վստահել Աստծուն։ Բայց մարդկային միտքը մեկ էլ սկսում է մտածել, տեսնես ում միջոցով կտա։ Այս ինչ բարեկամիս, որ Ամերիկայում է, այս ինչ ծանոթիս, որ լավ գործ է անում, մեկ-մեկ Աստված այնպես ամոթով է թողում այստեղ։ Վերում է այնպիսի մի տեղից, որ քո մտքով չի անցել։ Ասում ես՝ Տեր, ներիր, այսքան ժամանակ սխալ մտքեր եմ ունեցել։ Ես էլ մտածում էի, թե քեզանից ա, որ այն Ամերիկայի բարեկամս կամ չգիտեմ ով ինձ փող կուղարկեր։ Պարզվում է բոլորովին։ Հիմա հասկանում եք, որ երբ որ դու կգնաս Աստծուն ծառայելու, քո ներքին շարժառիթը երբեք պիտի չլինի այս ինչ մարդ է, ինչ մարդ է։ Այո, Աստված ասել է մշակը իր կերակուրին արժանի է, սա Հիսուսի սովորացրածն է, մենք ընդունում ենք որպես ճշմարտություն։ Բայց երբ որ դու կգնաս, քո շարժառիթը պիտի չլինի մարդիկ ապաշխարեն, որ ինձ կերակրեն։ Հիմա հասկանում եք տարբերությունը։ Երբ որ Պողոսը Փիլիպպե քաղաքում էր ու ինքը վկայում էր Աստծո խոսքը, դա գրված է Գործք առաքելոց 16-րդ գլխում, հետաքրքիր դեպք է։ Գրված է, որ սովորությունն էին գետի ափին աղոթք անելու, ու գնացին գետի ափին աղոթք անելու, մեկ էլ տեսան այնտեղ կանայք են նստած, ինչ որ գործերով են զբաղված, այդ կանանց սկսեցին խոսել Հիսուսի մասին։ Նրանցից մեկը ընդունեց Հիսուսին։ Գրված է ստիպեց, որ մտնեն իր տունը։ Ստիպեց բառը նշանակում է, որ իրենք այդքան էլ հեշտությամբ չմտան այս կնոջ տունը։ Բայց ստիպեց նշանակում է, որ պնդեց, որ ասեց, եթե ինձ ձեր հավատացյալն եք համարում, ուրեմն եկեք իմ տուն։ Երբ որ Պողոս առաքյալը բանտում էր, դրանից հետո բանտ ընկավ, հիշում եք։ Երբ որ բանտում էր, գրված է շատ ծեծեցին, վերքեր հասցրեցին ու տարան դրեցին բանտում, այն էլ ամենավատ տեղում բանտի, ամենաճնշող տեղում։ Ու Պողոս առաքյալն ու Շիղան այնտեղ մեծ փառաբանություն արեցին, Աստված հրաշք գործեց, բանտը քանդվեց, կապանքները քանդվեցին, բանտապետը եկավ, տեսավ, ապաշխարեց այդտեղ, ինչն է հետաքրքիր, որ երբ որ ապաշխարեց, տարավ իր տունը ու հոգաց նրանց համար, վերքերը փաթաթեց, լվաց, ինչ որ գործեր արեց իրենց համար, բայց հետաքրքիր է, միթե Պողոս առաքյալը մտածում էր, այ բանտը քանդվի, մի հատ բանտապետը ապաշխարի, մի հատ մեր վերքերը բուժի։ Չեմ կարծում, ինքը սրտի խորքից ուղղակի փառաբանում էր Աստծուն։ Եվ Աստված տեսավ սրտի ճիշտ շարժառիթը ու իր հրաշքը գործեց։ Պատկերացնում եք, այդ փառաբանության ժամանակ ամենալավ բանը, որ գրված է կողքի բանտարկյալները նայում էին նրանց, որ գիշերով փառաբանություն էին անում։ Երևի մտածում էին խելքները լրիվ գցել են։ Իրանց դրել են բանտում, մեզանից ավելի վատ վիճակում, ծեծված վիճակում, իրանք Աստծուն են օրհնում ու փառաբանում։ Այսպես կմտածեմ, բայց երբ որ հրաշքը եղավ, հաստատ իրենց կարծիքը փոխած կլինեն։ Մեկը ասում էր քրիստոնյաները պիտի իսկապես խելառ լինեն։ Իրանք պետք է միշտ անեն բաներ, որը չի համապատասխանում այս աշխարհի գաղափարին։ Միշտ անեն Աստծո մտքով։ Ասում եմ, մեզ կասեն, որ դուք խելառ եք, դրանից վատ մի զգացեք, բայց երբ որ հենց իրանք կարիք ունենան, կգան մեր նման խելառների մոտ։ Կասեն՝ մի հատ աղոթեք մեր համար։ Հալելույա, փառք Հիսուսին։ Այս խոսքերը նշանակում են, որ մենք ոչ թե ինքնաապահովված պիտի լինենք, երբ որ գնում ենք Աստծուն ծառայելու, այլ մեր ապահովությունը պիտի լինի Աստծո վրա, թող իր անունը փառավորվի։ Եվ մի հետաքրքիր բան, չգիտեմ դուք Հիսուսին այսպես ճանաչում եք, թե չէ։ Իր ապահովությունը միշտ գալիս է վերջի պահին։ Ես բացարձակ չեմ ասում, կարող Աստված այսօր քեզ գումար տա մի ամիս հետո ծախսելու համար, բայց մեկ-մեկ Աստված մեր հավատքը դնում է ստուգման դիրքի մեջ։ Դու տեսնում ես առջևում դժվարությունը, ժամանակը գնում է այդ դժվարությունը մոտենում է քեզ, դու աղոթում ես, նեղվում ես, ասում ես ո՞նց պիտի անցնեմ այս դժվարությունը։ Աստված էլ փող չի ուղարկում։ Ես օրինակը բերում եմ փողի վրա, բայց կյանքում կարող են լինել տարբեր դեպքեր։ Մեկ էլ այն ամենավերջի պահին, որ արդեն գալիս է ծախսելու պահը, մեկ էլ հոп, որտեղից որտեղ հայտնվում է անհրաժեշտ գումարը։ Եթե կգնաք այսպիսի ծառայության, եթե դու քո սրտի մեջ կդնես, համոզված եղիր Աստծո ապահովության վրա մինչև վերջ։ Ուրիշ բան ասեմ, ավելի խորը քո սրտում համոզված եղիր, որ եթե նույնիսկ չապահովի, ես պիտի անեմ իր գործը։ Որովհետև ծառայություն անելը մարդկանց փրկելը սատանայի ձեռքից ամեն ինչից թանկ արժի, ամբողջ տիեզերքից թանկ արժի, եթե մի հոգու կարողանաս փրկել սատանայի ձեռքից։ Հալելույա։
Աստծո շնորհքը միշտ հայտնվում է այն պահին, երբ որ մարդը ճիշտ դիրք է ունենում ու մինչև վերջ վստահություն է ունենում Աստծո վրա։ Մշակը իր վարձքին արժանի է, սա երբեք բաց չթողնեք։ Մի բան էլ ասեմ, եթե հանկարծ կլինի դեպքեր, որ դու կգնաս, մարդկանց կավետարանես, ու իրենք կբացեն իրենց սիրտը քո առջև, ու բաց դռնով քեզ կընդունեն ու կփորձեն քեզ կերակրել, հետ մի քաշվի նրանցից։ Այս պահին նրանց մերժելը կարող է բոլորովին ճիշտ շարժառիթից չլինի։ Այդ պահին ամոթը լինի հպարտությունից։ Երբ որ Եղիային Աստված ուղարկեց որբևայրի կնոջ մոտ, հիշում եք այդ պատմությունը։ 3-րդ Թագավորաց 17-րդ գլուխ։ Ուղարկեց այդ կնոջ մոտ։ Ու ես կարդում էի, թե ոնց է Եղիան խոսում այդ որբևայրի կնոջ հետ, այնպես վատ զգացի, ասացի, ես ինչեր է ասում այս Եղիան։ Պատկերացրեք գնում է, տեսնում է մի որբևայրի կին փայտ է հավաքում, ու այս կնոջը ասում է ինձ մի քիչ ջուր բեր խմելու։ Այս կինը ասում է ոչինչ չունեմ, մենակ մի բուռալուր, մի գդալ յուղ, դա էլ հիմա կսարքեմ, տղայիս հետ կուտենք ու կմեռնենք, որովհետև սով էր, երաշտ էր, տարիներ, ոչինչ չկար ուտելու իսկապես, ինքն էլ որբևայրի, սա նշանակում է, որ տղամարդ չկար տանը, որը մի գործ կարողանար անել ու ապահովել։ Ու երբ որ այս կինը գնում է ջուրը բերելու, Եղիան հետևից ձայն է տալիս, ասում է սարքի այդ հացը, բեր առաջ ես ուտեմ, հետո դուք։ Երևի ոչ մի քրիստոնյա այսպեսի արտահայտություն չէր անի, ասեր գնամ, այս կնոջը օգնեմ, ես էլ փայտ հավաքեմ, մի բան անեմ, Աստված ինձ ուղարկել է իր ամոթ դրա համար։ Բայց Եղիայի խոսքը այնքան կարևոր էր այստեղ, առաջ ինձ համար, հետո քո համար։ Այս կնոջ հավատքն էր պետք դրանում։ Ու կինը մի բառ չբողոքեց, ինքը շարունակեց գնալ ու Եղիան հետևից ձայն տվեց, ասաց, որովհետև երկնքի ու երկրի Տեր Աստված ասում է, որ քո յուղը ու ալյուրը չի պակասելու, մինչև երկնքից անձրև լինի։ Պատկերացրեք, այս կնոջ դիրքի պատճառով Աստված օրհնեց իրեն։ Դες մի հարց տամ, Եղիան ուղարկված էր այս կնոջը նեղելու, թե օրհնելու։ Թույլ տվեք, որ մարդիկ ձեզ օրհնելով իրենք էլ օրհնված լինեն։ Ալելույա։ Իրենց բաց սիրտը, որ իրենք կբացեն իրենց սրտերը ձեր առջև ձեր ծառայության պատճառով, դա կլինի իրենց օրհնությունը, որովհետև իրենք այդ բանը չեն անի նրա համար, որ դուք շատ գեղեցիկ տեսք ունեք, որ դուք շատ իմաստուն եք, այլ կանեն նրա համար, որ դուք Հիսուս եք բերել իրենց։ Թող իր անունը փառավորվի։ Հաճախ կարող է կյանքում լինի, որ Հիսուսը փակի էս բոլորը։ Քեզ ուղարկի ծառայության, ինչ որ բաժիններում քեզ չօրհնի, չապահովի, գիտեք ինչի համար, որ ստուգի արդյոք դու կշարունակես ծառայել, թե դու քո ծառայությունը դրա համար էիր անում։ Եթե դու կշարունակես, դու ճիշտ կանես, որովհետև այդտեղ օրհնությունը կբազմապատկվի, թող իր անունը փառավորվի։ Այստեղ արժեքներն են շատ կարևոր։ Արդյոք մարդկային կյանքը քեզ համար նյութականից ավելի թանկ արժի։ Արդյոք այն առաջադրանքը, որ տրված է Աստծո կողմից քեզ, դրա կատարումը ավելի թանկ արժի, քան թե քո հանգիստը, քան թե քո ուտելը, եւ այսպիսի շատ բաներ։ Դու հանգիստ նստել չես կարող։ Եթե դու առաջադրանքը քեզ համար այդքան թանկ լինի, դու հանգիստ նստել չես կարող։ Ամբողջ ժամանակ միտքդ կմտածի որտեղ գործեմ, որտեղ ում կողքին, ով իմ կարիքը ունի, ով խոսքի կարիք ունի, ով հրաշքի կարիք ունի, որտեղ կարիք կա, որ ես գնամ։ Ընդունում ես քո վրա այս առաջադրանքը։ Հավատում ես, որ դու ուղարկված ես Հիսուսի կողմից։ Եթե մինչև հիմա մարդիկ չգիտեն, որ դու հավատացյալ ես, քո շուրջը եղած, քո ծանոթները, դրա համար կարիք կա զղջալու, ապաշխարելու եւ քո առաջադրանքը ընդունելու քո վրա։ Եկեք ոտքի կանգնենք։ Եթե մինչև հիմա այս բաների մասին չես մտածել, հիմա աղոթքի ժամանակ ուշադրությամբ մտածիր նորից դրա վրա։ Եթե միտեղ խոսքը քեզ ուղղեց, տեսար, որ չես համապատասխանում խոսքին, որոշում կայացրու դրան համապատասխան ու ասա քո որոշումը Հիսուսին։ Եթե մինչև հիմա չես իմացել քո կյանքի իմաստն ու նպատակը, հիմա վերցրու քո կյանքի համար իմաստ ու նպատակ դարձրու այս առաջադրանքը կատարելը, ու դու կյանքդ իզուր ապրած չես լինի։ Եթե մինչև հիմա ապրել ես քո համար, քո շահի համար, սրանից հետո ապրիր Հիսուսի շահի համար,